Հայաստանում յուրաքանչյուր օր ավտովթարի հետևանքով միջինում մահանում է 1 մարդ, 16-ը ստանում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վիճակագրությունը խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Չնայած ենթակառուցվածքների եւ երթևեկայության կառավարման բարելավման ուղղված միջոցառումներին, արդյունքները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով լսումների արդյունքում հնարավոր է քայլեր ձեռնարկվեն ոլորտի ռազմավարություն ունենալու շուրջ։ 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 98 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է 60, վիրավորվել 1391 քաղաքացի։ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավել զոհ։ Արմեն Խաչատյանի դիտարկման բարեկային ծառայության ստեղծումը ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն էր, որն էական ազդեցություն ունեցավ ոչ միայն երթևեկության վերահսկման, այլ նաև հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման վրա։ Միայն 2024 թվականին բարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է ավելի քան 4000 հանցագործության դեպք։ Սա միայն հանցագործությունների մասին, ես չեմ նշում իրավախախտումները ճանապարհային երթևեկության կանոնների, որոնք մի քանի 100,000-ի են հասնում։ Չնայած տարիների ընթացքում իրականացված բարեփոխումներին Խաչատյանի խոսքով ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտը պետք է ունենա միասնական ռազմավարություն եւ համակարգված կառավարում։ Օրինակ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը առանձին է իրականացնում քաղաքականություն, մշակում եւ նաեւ միջոցառումներ իրականացնում։ Ներքին գործերի նախարարությունը առանձին է մշակում եւ իրագործում քաղաքականություն այս ոլորտում։ Տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես մշակում եւ իրագործում են առանձին քաղաքականություն։ 2021-ից մինչև 23 թվականը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը միջպետական 6 եւ հանրապետական նշանակության 7 ճանապարհների վրա իրականացրել է սև կետերի ուսումնասիրություն։ Դրանք այն հատվածներն են, որտեղ ամենաշատն են վթարներ գրանցվում։ Վթարավտանգ հատվածները վերացնելուց հետո կատարված վերլուծությունները ցույց տվեցին, որ այն ճանապարհահատվածների վրա, որտեղ իրականացվել են վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքներ, էականորեն նվազել է պատահարների քանակը։ Երթևեկության անվտանգության բարձրացման համար նախարարի տեղակալի գնահատմամբ կարևոր նշանակություն ունի նաև ճանապարհների վիճակի բարելավումը։ Ամեն տարի հիմնանորոգվում, կառուցվում կամ նորոգվում է 500 կիլոմետր ճանապարհ։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Յոհաննիսյանի խոսքով իրավապահները երբեմն իրենց թույլ են տալիս երթևեկության կանոնների այնպիսի խախտումներ, որոնք այլ քաղաքացիներ չեն կատարում կամ կատարելու դեպքում վարչարարության են ենթարկվում։ Ժամանակին ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթներ էին իրականացվում եւ գոնե պարզվում էր այդ ծառայողը երթևեկության կանոնը խախտել է իրապես ծառայության անհրաժեշտությունից ելնելով թե ոչ, բայց հիմա վերջին տարիներին ուղղակի համատարած բոլոր վարույթների հարուցումը մերժում է։ Խնդիրների հաջորդ խումբը վարչարարության միասնական մոտեցման բացակայությանն է վերաբերում։ Պարեկները հաճախ ուղղակի հավես չեն ունենում իրավախախտների հետևից գնալ, իրավախախտներին վարչարարության ենթարկել, առավել ևս եթե զգում են, որ սա ինչ-որ կոպիտ ասած թափով մարդ է, այնպիսի մարդ է, ով կարող է հանգարց իրանց համար ինչ-որ խնդիրներ կարող է ստեղծել, ուղղակի անտեսում են խախտումները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը նշեց, ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման հիմնական պատճառ հանդիսացող իրավախախտումները բարեկային ծառայության ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Ինչպիսիք են, ոչ սթափ վիճակում վարել է 2023 թվականին 15179 դեպք, 2024 թվականին 20218, 5039-ով ավելի արձանագրում։ Հանդիպակաց գոտի դուրս գալը 2023 թվականին 2247, 2024 թվականին 2039, 208-ով պակաս։ Ծխախոտային արտադրանք օգտագործելը 2023 թվականին 22576, 2024 թվականին 26925։ Նախորդ տարի տեղի է ունեցել 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116-ը։ 2023 թվականի համեմատությամբ 2024 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով կամ 6.5%-ով, զոհերի թիվը 45-ով։ Քրիստինե Թորոսյան, լուրեր